Վաչիկ ջա լսի, առողջապահությունը դա սոցիալական ինստիտուտ է, եւ եթե դու պատվիրակել ես դա պետական ինստիտուտներին, ներողություն գրեիք բառի համար, պրաստրած են անել, բայց ցելի օրվա համար քիչ է տալ, 3 օրից ավել որ մնում է հիվանդ, այ շատ է տալ, ուրեմն արի 3 օր պահի, փողերը դուր, ընդունել եմ, օրենքը տենց է, որ այսքան հիվանդ ընդունեց, այսքան փող, դե բարի եկե փոխհատուցել, եկել ես ինձ ամոթանք ես տալի, ասում ես, գիտես ինչ կա, լիքը մարդ կա, փող չունի, ասում հարց չկա, $100,000 տուր, կամ $100,000 դրամը տուր, ես 100,000-ի աշխատանքի իմ կողմից ջրի կանեմ, 6 ամսում, առաջնային բուժօգնությունը գիտես ինչ մակարդակի կհանես, ամբողջ հանրապետությունը աչուձախ ինչ էր անում, ասում էր ծխելը վատ է, всё տղեկ վաղվանից ոչ խմում ենք, առավոտները վազում ենք, սեսան նիհարում ենք, հա Ողջույն, եթերում զորաձրույցն է, ես Արմեն Աթալյանն եմ, ես Ավետիք Նեմքերոպյան, եւ այսօր մեր հյուրը Հայկն է Մանասյան, ում բոլորը ճանաչում եք գուցե իր Գուցե բոլորը չեն ճանաչում, բայց սրանից հետո կճանաչեն։ Չէ, որ ճանաչում են հասարակական։ Հա, Հայկին միշտ տեսնում ենք քաղաքական ակտիվ իր դիրքորոշումը ներկայացնելուց, իր հասարակական դիրքորոշումը, հանրային դիրքորոշումը, բայց առաջին հերթին Հայկ Մանասյանը բժիշկ է, որը տարիներ շարունակ տարբեր առիթներով ներկայացրել է իր մասնագիտական դիրքորոշումը առողջապահության կառավարման ոլորտի հետ կապված ու շատ արժեքավոր ինֆորմացիա է մեզ միշտ ներկայացրել մենք խոհանոցը չենք ճանաչում մենք սովորական քաղաքացիներս ու Հայկային հասարակ բուժառուներս այսպես ասած հա որ դու իսկապես էլի խոհանոցը չես պատկերացնում մարդը ասած դնում էր պապուլուչկան բացատրում էր որ ժողովուրդ ասենց է ճիշտն ասած մեր հաղորդումը անվտանգության մասին է ռազմական ոլորտ, անվտանգություն եւ այլն ու առողջապահությունը այս ոլորտի կարևորագույն բանն է, էլի բաղադրիչներից է, դրա համար ավետ որոշեցինք, որ այսօր Հայկ ջան, քեզ հետ խոսենք։ Ճիշտն ասած, կուզեի սկսեի մի հատ պարզ բանից, հա։ Երբ որ դու խոսում ես առողջապահությունից, մարդիկ միանգամից հիշում են փողը։ Երեք ես մտա սկսեցի քրքրել բյուջեներ։ Այս տարի Հայաստանի առողջապահության բյուջեն կարծեմ 417 թե 27 միլիարդ դրամ։ Այսինքն 1 միլիարդ ու քանի միլիոն դոլար։ Մտա մի քանի ԱՊՀ երկրների բյուջեներ նայեցի եւս 25 թվականի ու ֆիքսեցի ինչ, որ Հայաստանը առաջին տեղում է։ Ֆինանսավորումով, մեկ անձին բաժին ընկնող ֆինանսավորումով առաջիններից է ԱՊՀ երկրներում։ Այսինքն եթե տված գումարը բաժանում ես բնակչության վրա հասկացա։ Կարծեմ $150 էր ստացվում։ Թարմ տվյալ չունեմ, ես նախկինում այդ հարցը ստուգել եմ եւ հակառակ վիճակներ, որ Հայաստանը ֆինանսավորումով ներքևներում այլ, այսինքն ավելի քիչ ֆինանսավորման դիմաց է աշխատում, քան ենթադրենք հարևան երկրները, բայց մի այսպիսի բան կա այդ տվյալների հետ կապված։ Կարող է հիվանդանոց են կառուցում, պոլիկլինիկա եւ դա էլ է մեջը ներառված։ Մի sense հարց, չգիտեմ, միգուցե տենց է, այսօր միգուցե տենց է, վերջի տարիներին միգուցե այդպես է, բայց նայեք հարցը ստեղ որն է։ Ստեղ այդ ծախսերը երբ որ հաշվարկվում է, դա չի հաշվարկվում միայն այն գրանցված ծախսերը, այդտեղ չգրանցված ծախսերն են, այդտեղ բանը կարգ կա, ասենք ԱՀԿ կարգ կա այդ ծախսերը հաշվելու, որտեղ ոչ միայն գրանցված, նաև չգրանցված, չգիտեմ, ընտանեկան տնտեսությունների ուսումնասիրում, ահռելի մեծ տվյալների բազա ուսումնասիրով գալիս են այդ եզրակացության։ Եվ տարիներ շարունակ մեր մոտ sense խնդիր կար, առողջապահության նախարարությունը եւ ազգային ինստիտուտը, սրանք առանձին առողջապահության ազգային ինստիտուտը գիդուվ ենք մենք ասում։ Տալիս էին տարբեր տվյալներ։ Գիդուվը հաշվում էր ահա այդ ուղեցույցերով եւ սրանից մի քանի տարի առաջ, առնվազն 5 տարի առաջ, 6 տարի առաջ տալիս էր այդ 500 միլիարդ դրամի բան ծախս, իսկ առողջապահության նախարարությունը 250 միլիարդ դրամի ծախսով էր ներկայանում։ Նրանք էլ ուրիշ մեթոդիկայով էին հաշվում։ Ու ստացվում էր, որ երկու հաստատություն, որոնք ամենապատասխանատուն են այդ ծախսերի հաշվարկելու համար, անգամ երկու տարբերություն էին տալիս։ Էլի հիմա չգիտեմ այդ ամեն ինչը ոնց է։ Ու գիտեք ոնց, որտեղ դա էական էլ չի, ինչու։ Մեկը այդ ծախսերը հաշվելով, վերևից պլանավորելով,
պլանային կառավարման, պլանային տնտեսվարության ճանապարհով առողջապահության հարցերը չեն լուծվելու եւ այդպես չի որ լուծվելու են։ Եվ այնպես չէ ծախսերը գնում իրոք դառնում են առողջություն, այդ ամբողջ ծախսերի մի զգալի մասը գնում ու տենց էլ առողջություն չի դառնում։ Եվ այնպես էլ չի, որ այդ ծախսերը եթե նույնիսկ դառնան առողջություն, դա բավարար է մեր խնդիրների լուծման համար։ Այնտեղ կան հարցեր, որոնք էլի ծախսեր են պահանջում եւ այլ եւ այլն։ Բոլոր դեպքերում առողջապահությունը ծախս է։ Եվ միևնույն ժամանակ առողջապահությունը սոցիալական պրոյեկտ է։ Այս շատ կարևոր է ասենք, որովհետեւ ինչքան էլ լինի երկիրը ազատ, ինչքան էլ ազատ շուկայական հարաբերություններ լինեն, մրցակցային հարաբերություններ լինեն, առողջապահությունը ինքը հիմքում իր փիլիսոփայությունում, ինքը սոցիալական պրոյեկտ է, որովհետեւ ինչ ասում մրցակցությունը բնական մրցակցություն, ասում այ ընկեր, ով կարումալ ոտի վրա է, նա պետք է շարունակի քայլել, ով ընկել է, բնությունը նրան պետք է սրբի տանի։ Ջունգլի օրենքը սա մրցակցությունն է։ Ու հենց սենց աշխատում է օրինակ շուկան։ Այն կազմակերպությունները, որոնք կենսունակ չեն, ասում են չէ սուբսիդավորում այ ընկեր։ Հիվանդ կազմակերպությունը քեզ սուբսիդավորում։ Թող հիվանդ կազմակերպությունը տրոհվի, փլուզվի, այնտեղ աշխատող մարդիկ վերաձևակերպեն, այդ ավելի առողջ հիմնարկի մեջ, ավելի առողջ բիզնեսի մեջ կամ նախագծի մեջ, էլի, այսինքն շուկան ինքն առողջացումով էս էվոլյուցիան ապրում է։ Բայց պիտի հիշենք նաև մեր սահմանության առաջին հոդվածը։ Ասենք թե կարանք որ Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պետություն է եւ այլն, հա։ Դա ուրիշ տեղ։ Եթե Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պետություն է, ուրեմն sense նախ հասկանանք ինչ նկատի ունենք սոցիալական պետություն ասելով, բայց եկեք սրան վերադառնանք, ես խոսքս փակեմ, էլի։ Նայեք ինչ է ստացվում։ Եվ առողջապահությունը ինչ հասարակարգել լինի, մեկը մնում է որպես սոցիալական պրոյեկտ, որտեղ հետ ընկածին, թուլացածին ձեռք ես սկսում քաշում վարձացնում ես։ Դու ասում ես ես իմ հարազատն է, իմ թանկն է։ Ես թույլ չեմ տա նա բնական ընտրության կողմից սրբվի գնա։ Թույլ չեմ տա։ Ու ինչ հասարակարգել լինի, առողջապահությունը սոցիալական պրոյեկտ է։ Այսինքն սկսում ենք ստեղից։ Հետևաբար ինչքան էլ մենք փորձենք բիզնես տրամաբանությամբ, շահեկանությամբ, չգիտեմ, այլ տրամաբանություններ օգտագործենք, այդ թվում մեր դարին, մեր ժամանակաշրջանին հարիր։ Այս թիվ 1 պոստուլատը, որ առողջապահությունը սոցիալական պրոյեկտ է, դա չպետք է մոռանանք։ Այնպես որ շատ ոլորտներում կարելի է արդյունավետություն գնահատել, ծախսերը, ստացած արդյունքը, առողջապահության պարագայում ուրիշ ձև է նայում։ Հնեաբանները հասարակության զարգացման, ընդհանրապես հասարակությունների զարգացման սկիզբը հաշվում են այն օրից, եւ որի վրա կա, որ օրով կա հայտնաբերված բուժված ոսկոր։ Քարանձավում հայտնաբերել մարդու ոսկոր, որը կոտրվել եւ բուժվել։ Այն հին ժամանակները այդ մարդը գնար կդառնար նաեւ կարող է նաեւ իր ցեղակիցների ուտելիք, բայց երբ որ հասարակությունը զարգացել է, սկսել է իր հիվանդին բուժել։ Ու այստեղ գալիս ենք հայկի, ասենք այս բանին են գալիս, գալիս, պոստուլատին, որ հասարակությունը ինքը իր սկզբունքով պետք է զբաղվի առողջապահությամբ։ Այսինքն իր հիվանդ անդամին բուժելով, ոտի կանգնացնելով կամ կյանքը տանելի դարձնելով, դա էլ կա։ Հիմա, օքեյ, ես հասարակությունն եմ, ասում եմ, ես տալիս եմ փողդերը։ Հիմա ես սիրում եմ թվեր։ Նայում եմ թվեր, ասում եմ, եղբայր, փաստորեն գումար է ծախսվում։ Իսկ ինչ արդյունավետությամբ է ծախսվում։ Տես Հայկը ասում է, մենք որոշում ենք, որ մենք այսպես, բայց ես մտնում եմ հիվանդանոց, այսքան բյուջե եմ թողնում այնտեղ դուրս եմ գալիս։ Ու հարցական է, ես ստանում եմ այդ որակը, թե չէ։ Հարցը մոտս առաջանում։ Ախպեր, ես իմ գրպանից, բյուջեից այսքան փող տալիս եմ։ Հիվանդանոց մտնելուց այսքան գումար տալիս եմ, ինչի է այս բյուջեը։ Այստեղ տես երկու տարբեր բան կա։ Մեկը կա պետական բյուջեն, հա, որ այդ բյուջետային ֆինանսավորումն է իրականացնում առողջապահության, մյուսը կա քո սեփական գրպանը։ Չնայած այսօր ինչքան էլ մեզ այսօրվա վարչակազմը ասում է, որ պետական բյուջեն մեր բոլորի ընդհանուր գրպանն է, միտեղից վերցնում ենք, մյուսը դնում ենք, բայց դա իհարկե այդպես չի։ Ու գալիս ենք արդեն հասկանալու, հա, թե արդյոք այն ինչը որ մեր գրպանից վերցնում ձևավորում են պետական բյուջե եւ դրանից ասենք ֆինանսավորում են առողջապահությունը, ի թիվս այլ բաների, իրոք դա գնում է ծառայելու իր բուն նպատակին։ Հիմա հարց կար առաջ, իսկ ինչ եք ծախսում առողջապահության վրա, եթե մի հատ էլ Արմենը կամ Հայկը իր գրպանից վճարեցին։ Հա, կարող է հենց այն գլխից պետք է Հայկն ու Արմենը վճարեն, բայց կա պետական քաղաքականություն, որ առողջապահությունը, այո, դա պետական քաղաքականություն, առողջապահությունն է պետական քաղաքականություն եւ դա մեր մոտ
միշտ եղել է։ Իդոպե պետական քաղաքականություն։ Եկեք սրա շուրջ հեսա խոսալ։ Դե պետական բյուջեն պետական քաղաքականության վրա է ծախսում։ Իմ հարցը հետեւյալն է։ Հետաքրքիր տեղի է։ Պետական բյուջեն պետական քաղաքականության վրա է ծախսում։ Հետեւյալն է։ Ես մտածում եմ իմ կրպանի մասին ու իմ առողջության մասին։ Ես իմ մոտ հարց առաջանում, այս երկրում ինչը այն չի, որ ես մտնում եմ Երևանի լավագույն հիվանդանոց, նախ գները այնպեսին են, որ ես ահռելի բյուջե եմ այնտեղ թողնում ու ես հետո որակներ չեմ ստանում։ Բյուջե մի ասա։ Չէ, գումար եմ թողնում։ Հա, գումար եմ թողնում, ոչ թե բյուջե, էլի։ Բայց մյուս կողմից որպես հարկատու էլ ես ահռելի գումար եմ տալիս։ Հիմա հարց, ի՞նչ է կատարվում։ Ինչ է այն չի։ Տեսեք, հեսա սկսենք այնքան բան են չի, բայց նայեք, ասենց ֆունդամենտից գանք, էլի կառուցենք էս մեր։ Եկանք Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պետություն է։ Առաջի հայացքից տպավորությունը դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունում թոշակ են տալի, ասենց կոպիտ ասած։ Ինչ ասում սոցիալական պետություն, նշանակում է թոշակ կա, էլի, որ մի քիչ նեղ ընկնես, քեզի թոշակ կտան։ Այդ ենք հասկանում։ Բայց եթե նայում ենք ընդհանրապես հանրության երկրի կառուցվածքը, սոցիալական պետությունը ես ոնց եմ հասկանում, ուզում եմ այդպես հասկանամ ու համոզեմ, որ սոցիալական դա է նշանակում։ Նշանակում է սոցիալական ինստիտուտներ կան, որոնք հարաբերություններ են կարգավորում։ Առհասարակ համայնքի հարաբերությունները կարգավորվում են անհատական, ազատական որոշումներով, ես լավ կողմն եմ ասում, տեղ կա, որ ասած ճիպոտով է կարգ։ Անհատական, ազատական որոշումներ, սրանք հարաբերություններ են կարգավորում, տարբեր աստիճանի։ Սոցիալական ինստիտուտներ, որոնք են ընտանիք, դպրոց, առողջապահություն, տեղական ինքնակառավարում, Այո։ գյուղապետարաններ, քաղաքապետարաններ, սոցիալական ինստիտուտներ, մամուլ, եկեղեցի, սրանք լրիվ սոցիալական ինստիտուտներ են, տնտեսական ինստիտուտներ, ազատ մրցակցային շուկա, փող, բանկեր, ապահովական ընկերություններ, չնայած ապահովական ընկերությունը նաև սոցիալական ինստիտուտ են, նաև ֆինանսական, տնտեսական ինստիտուտ են, քաղաքական ինստիտուտներ, ազատ քվեարկության համակարգ, կուսակցություններ եւ այլն, պետական ինստիտուտներ, ազգային ժողով, դատարաններ, բանակ եւ այլն։ Հիմա այս բոլոր ինստիտուտներով եւ ազատական անհատական որոշումներով հանրային կյանքը կարգավորվում է։ Հիմա երբ որ մենք ասում ենք Հայաստանը սոցիալական պետություն է, ես ուզում եմ, որ առաջերտին սրա տակ հասկանանք, որ Հայաստանում այնպես չի, որ պետական ինստիտուտները գնում միջև վերջ, այսպես իրենց ինչ ուտվոտուկի են, ինչ ասես թափանցում են, շոշափուկները։ Շոշափուկներով գնում բոլոր ոլորտներում։ Ոչ, կին տղամարդ սոցիալական ինստիտուտ ընտանիքով են հարաբերվում, ընտանիք կազմում եւ այլն։ Երեխեքին դաստիարակում, կրթություն։ Այս որ պետական, հələ մի հատ բրթենցին կենկոմ։ Ստեղ պետականին ահագին քիչ գործ կա անելու։ Ոչ թե բրթենք, որովհետեւ քիչ չանի, որտեղ նա անունը անարդյունավետ է անում եւ երբեք պետական համակարգը, օրինակ ընտանիք ինստիտուտին չի կարա փոխարինի ու այնքան լավ աշխատի այդ սերունդների կապը մյուսից, ոնց որ ընտանիք ինստիտուտն անում։ Հիմա առողջապահությունը եկանք երկրորդ պոստուլատ ինքը սոցիալական ինստիտուտ է սոցիալական ինստիտուտի արգասիկ է հետևաբար պետության հույսին դնել պետական ինստիտուտների վրա սա դնելը նու պետք է որոշ դեպքերում այդ էլ կասենք որ դեպքում երբ ուղղակի շատ եք շեղվելու առողջապահություն եկանք որպես այսինքն միգուցե այդ առողջապահության հարցը լուծելու է տեղական ինքնակառավարումը որպես հասարակական ինստիտուտ, այսինքն օրինակ գյուղապետարանը, քաղաքապետարանը, իր ամբուլատորիայի եւ այլն պետությունը դե կապ չունի։ Ինքը իր գույքը հարկերից կամ էլի հարկեր, որոնք կարելի է իրան տեղ տալ, ինքը դրանով վերցնի եւ ինքը իր համար շահագրգիռ քրքրվելով ինչը չի արվում իհարկե հիմա։ Ինչի չի արվում, որտեղ մենք այս բոլոր ինստիտուտները անտեսում ենք, գալի կանգնում ենք պետական ինստիտուտների վրա։ Սոցիալական ինստիտուտն էլ ընդունում են, սոցիալական պետությունն էլ ընդունում են, որ այն պետությունը թոշակ է տալի։ Հիմա հայջան, նայ, եթե ես Վանաձորցի, ասենք, Վաչիկն եմ։ Ես թքած ունեմ սոցիալական պետությունը, էսա։ Ես ուզում եմ իմ քաղաքում լինի նորմալ պոլիկլինիկա, նորմալ հիվանդանոց, որ ես ստիպված չլինեմ գամ Երևան։ Եթե ես ստիպված եմ լինում գամ Երևան ու բրենդային ինչ-որ հիվանդանոց մտնեմ, ստիպված չլինեմ իմ տունը դնեմ գրավ որպես ինչ-որ խնդիր լուծեմ, եթե դա էլ անում եմ, գոնե իմ առողջական խնդիրը լուծվի։ Հիմա Վաչիկ ձյան չունի այդ պատկերացումը, ինքը ուզում է սա։ Հիմա ուզում է հասկանա ինչի սա չկա։ Վաչիկ ձյան կամ ինքը իր կյանքի համար որոշում է կայացնելու, թե ոնց է իր համայնքը ապրում, կամ իր փոխարեն այլոք են այդ որոշումը կայացնելու։ Հիմա Վաչիկ ձյան լսում է Հայկ Մանասյանին, ով ասում է Վաչիկ ձյան լսի,
առողջապահությունը դա սոցիալական ինստիտուտ է, եւ եթե դու պատվիրակել ես դա պետական ինստիտուտներին, ներողություն գրեիք բառի համար, պրաստրած են անելու։ Մի թող նրանց վրա։ Մի թող դա սոցիալական ինստիտուտ է։ Այսօր Հայաստանում ամենաէֆեկտիվ աշխատում են մասնավոր հիմնարկներ, որոնք вообще պետության հետ կապ չունեն։ Լավ, պետք պատվերը դրա մասին խոսանք։ Այսինքն իրանք իրանցով ստեղծել են հիմնարկներ, մարդիկ, բժշկական ինստիտուտն ավարտած, ջողի ինստիտուտը, համալսարանի մարդիկ հավաքվել, իրանք իրանցով հիմնարկներ են ստեղծել, որոնք առողջություն են արտադրում։ Այսօր կազմակերպությունները, ասոցիացիաները, դրանք հասարակական կազմակերպություններ են։ Ասոցիացիաներն են, օրինակ Միացյալ Նահանգներում ասոցիացիան լիցենզիա տալիս, որ բժիշկը աշխատի։ Ու այս նահանգից գնացիր այն մյուս նահանգը կարող ասել մի րոպե դու համապատասխան ես։ Դիպլոմը չէ, այդ ամենը վավերական է, բայց կարող է ես մի հատ էլ նայեմ ես ով ես եկել, խի ես եկել, ինչ չի ստացվել այնտեղ որ եկել ես որ ստեղ ստացվի։ Օրինակ, այսինքն հասարակական կազմակերպություն ասոցիացիան լիցենզիա է տալի բժշկի աշխատելու համար։ Հիմա եկանք մեր մոտ ոնց է դա։ Դա լիցենզիա չի, բայց այդ թույլտվությունը, այսպես ասած, պետական կնիքովա կամ ստորագրությամբ է։ Հիմա ասում ես այ ընկեր պետություն, պետական ինստիտուտներ։ Դուք այդ ոնց եք տալի, ասում են դե 10 հոգի պրոֆեսոր կան, նրանց հարցնում եմ, նրանց դրած գնահատականը դրա։ Ասում են պրոֆեսորներն ով են ձեր աշխատում, ասում են չէ, նրանք ասոցիացիայի անդամներ են։ Ասում են որ ասոցիացիայի անդամներ են, քիչ ես ասոցիացիան տալիս այո։ Ասոցիացիան այդ հարցը ցեցես լուծելու է։ Ու լուծումա դու էլ որ լուծում ես, դու դե չես լուծում, դու ընդամենը ասոցիացիա, հա, դու ընդամենը կնիք ես դնում։ Թող ասոցիացիաների վրա, մեր մոտ եմ ասում, լիցենզիա չկա բժշկի, բայց այն որ դիպլոմը ավարտեցի ու այդ դիպլոմը հանդիսանում է թույլտվություն աշխատանքի, տալիս է, ենթադրենք առողջապահության կամ չգիտեմ, կրթության նախարարությունը։ Վերջ է դիպլոմն է հանդիսանում, բայց կարա եւ ասոցիացիան լրացուցիչ լիցենզավորի ասի հələ հավաքվեք ժողովուրդ այ աղջիկ ջան կամ այ տղա ջան դու ենթարեք ես եմ բլոգեր ես տենց մարդկանց ականջներին լապշա կախելով հայտնի ես դարե տպավորություն ես թողեք թե դու տենց եսի միշտ ձևի բժիշկ ես մի երկու տերմիններ էլ ասում ես մարդիկ հալվում են հələ տենամ դու ես ինչով ես զբաղված դու այդքան կաս որ այսքան մարդու քեզնով ես արել հəմել այն մյուսն էլ գերազանց գիտելիքների տեղ, բայց համեստ մարդ հա բլոգերություն չի անում, բլոգերություն չի անում, գլուխը կախ իր գործերն է անում, հələ արի մի հատ հասկանանք, քեզ մենք թույլ տալիս ենք դու գնաս այս գործունեությունը անես, թե չէ։ Թույլ տալը, էլի ասում, մենք քեզ այդքան որակյալ ճանաչում ենք, թե չէ, որտեղ որակը պետքա գնահատվի, էսի այն ոլորտն է, որտեղ որակ պիտի գնահատվի։ Էսի ազատ շուկայի սկզբունքով չի կարելի, դե լավ, մեռավ, ուրեմն իր մոտ չեն գնա։ Գնանք այն մյուսի մոտ, որտեղ ապրում են։ Էսի այդ ոլորտը չի։ Մենք չկամ լավ հաշմանդամ մնաց կամ չգիտեմ, շատ փող ծախսեց, էսի այդ ոլորտը չի։ Այս ոլորտում որակի գնահատման մեխանիզմ է պետք, որը ասոցիացիաներն են։ Վերջին հաշվով։ Էլի եկանք հասարակականին։ Հիմա մյուս հարցը, այս հասարակականը Վաչիկ Ձյաձյան Վանաձորից։ Այ հարգելի Վաչիկ ջան, դու պիտի այսքանը իմանաս, որ ես գամ ասեմ, գիտես ինչ կա, իշխանություն տուր ինձ էսի կազմակերպելու։ Լեգիտիմություն տուր ինձ էսի կազմակերպել։ Դու հասկանաս, լիազորություն պատվիրակի, այո։ Ես խի եմ եկել ու ինչ եմ ուզում անեմ։ Եթե Վաչիկ Ձյան էսի չի ուզում իմանա, Վաչիկ Ձյան միշտ մնալու է այն ուրիշ բլոգերների վրա, որոնք պոլիտիկական արդեն լապշա են կախում։ Ու իր առողջության հարցը չի շտկվելու, մինչև ինքը այս մի երկու բանը իրարից չզանազանի։ Բայց մյուսներն էլ են իրեն լավ բաներ խոստանում, ասում են եղբայր, օրինակ քո մարզում այնց կանենք, որ նորմալ բժիշկները գան քո։ Տեսեք, ես ոչինչ չխոստացեց, ասացի մեխանիզմներ կան, որոնք ի սկզբանե հուշում են։ Տվյալ նախագիծը գնում է դեպի հաջողություն, թե ինքը ցերցնես դատապարտված է ի սկզբանե։ Եթե դու սոցիալական ինստիտուտը, սոցիալական հարաբերությունը պատվիրակել ես պետական ինստիտուտին, այն դեպքում երբ որ պետականը միջնորդավորատելի սոցիալական ինստիտուտներով է դա անում, հիվանդանոցներ, ասոցիացիաներ եւ այլն, դու չես տենում որ մի բան շատ է խուճուճացրած։ Հաց, նայ, Վանաձորում ավելորդ անարդյունավետություն է։ Այո, այդ դա անարդյունավետություն է մտցել մեջ։ Վանաձորում որպեսի լավ բժիշկը մնա ապրի աշխատի, իրան պետքա սուբսիդավորեն։ Դա կարող անի մենակ պետությունը։ Այսինքն ես բիզնեսմենը չեմ բացելու հիվանդանոց։ Ապահովական ընկերությունները ինչ պակաս են այդ հարցը։ Իհարկե։ Չէ, հիմա կաշխատեր, եթե այդպես լինի։ Ապահովական ընկերությունը, այն ինչ հիմա մենք ասում ենք պետությունը,
հələ պետական ինստիտուտին չեմ գալի։ Էլի հիմա տնտեսական եւ սոցիալական հատկանիշներ ունեցող ապահովագրական ընկերությանն եմ։ Ապահովագրական ընկերությունը հարցը լուծում է եւ ինքը կաշխատի ցանկացած տեղ որտեղ որ իրան դնես։ Այ ինչ որ բաներ կմնա մասնավորի վրա։ Միգուցե դա էլ անի, օրինակ ասեմ, չգիտեմ, ինչ որ բան է հանգանակությամբ ենթադրենք ինչ որ հարուստներ, ինչ որ առանձին էկզոտիկ դեպքերում, որ ապահովագրությունը չի ձգում, նրանք էլ այդպես անեն։ Միգուցե մի ուրիշ դեպքում մարդը իր գրպանից անի եւ ինչ որ մի շրջան, որը ոչ մեկ չի կարող այդ հարցը լուծի, մնա սոցիալ նախարարության կամ սոցիալ պաշտպանության վրա։ Սխալ ասացի։ Վանաձորում օրինակ կամ Գյումրիում կամ ցանկացած այլ տեղ, որտեղ չկա լավ հիվանդանոց լավ մասնագետներով։ Այսօր տոտալ խնդիր է։ Չկա լավ սոնոգրաֆիստ, կա սոնոգրաֆիայի սարք, բայց սոնոգրաֆի չկա։ Հիմա քաղաքացիները ասում են իմ կարծիքով սրա լուծումը այն է, որ պետությունը ինչ որ մեխանիզմներ գործարկի, որպեսզի բժշկականի թեկուզ մեր հող ու ջրի ուսանողը, որ գնացել է բժշկական, չմնա Երևանում, գա այստեղ աշխատի, ես է նորմալ սոնոգրաֆիայի մասնագետ։ Սրա լուծումը այն է, որ եթե պետությունը արանքից հանես, թողնես հենց հայկի ասած տնտեսական եւ սոցիալական ինստիտուտներին ավելի արդյունավետ է։ Ոչ թե արունքից հանես, որ ապահովագրական ընկերությունը ինքը իր շահից ելնելով, որպեսզի ապահովագրական վճարները ավելի քիչ վճարի, հա, ինքը իր շահից ելնելով հենց այդտեղ է կազմակերպելու առողջապահությունը, առողջապահական ինստիտուտները, որպեսզի նրանք տեղում անեն այդ գործը եւ ավելի քիչ փող ծախսվի, որտեղ այդ նույն ապահովագրական բանը գործակալությունը հենց պետք է մի հատ Երևանում էլի տարբեր տեղերում պետք է այդ հիվանդին իրան վճարի, իր համար վճարի եւ այլն։ Այստեղ հարցն է, որ եթե մենք գնում ենք արդյունավետության եւ իրական արդյունավետության ճանապարհով, այսինքն հայկի ասած առողջության արտադրության ճանապարհով, ոչ թե կազմակերպման, վերակազմակերպման, մի հատ վերակազմակերպման, այդ արանքի միջնորդները եթե հանենք, հա, այդ իբր թե այսպես ասած սոցիալական միջնորդին, հա, որը պետությունն է։ Եթե այդ արանքի միջնորդին անում ենք, ավելի արդյունավետ է ստացվում։ Ստեղ երկու այս պետք է նախ նայեք, առաջինը պետք է հասկանանք, որ հիվանդանոցը, առողջապահական հաստատությունը դա բժիշկներն են։ Դա պրոֆեսիոնալներն են։ Մեր ժողովրդի մոտ այն պատկերացումն է, թե դա պատերն են ու տանիքը, օրինակ։ Մարտունում բացեցին նոր հիվանդանոց, լենթը կտրում են։ Ժողովուրդ, այդ ինչ որ էնի տեսնում եք, էդի կարելի է վրանների տակ էլ անել։ Ռազմադաշտային վիրաբուժություն կա, բժիշկ ռազմադաշտային բժշկություն կա։ Դպրոցները բացեցին դպրոց այս գյուղում։ Այս պատերը շարեցին, ես այդտեղ ասում, դա առողջապահություն չի, դա նույնիսկ հիվանդանոց չի։ Դա ընդամենը ռեմոնտ անող շինարարական բրիգադներ են։ Այ դու կարաս ցույց տաս Մարտունիում բացվեց այսին շինարարական բրիգադի գործի վերջնական արդյունքը։ Դա հիվանդանոց չի, այ ընկեր։ Հիվանդանոցը Չէ, կասեն այնտեղ նոր MRT սարք է տեղադրված։ Հեսա ուրեմն առաջին փուլը։ Հիմա եկանք MRT սարքին։ Այդ MRT սարքն էլ հիվանդանոց չի, թեև արդեն ահագին քայլ է։ Այդ MRT սարքը մասնագետն է աշխատացնելու։ MRT սարքին տալիս են $1 միլիոն։ $1 միլիոն, որ այդ MRT սարքը բերեն դնեն այնտեղ աշխատի։ Էդի տենց չի, ավել ես 1 միլիոնը հանեց համեստ գին ասեցի։ Կարա օգտագործված լինի $5 միլիոն։ Կարա շատ առաջադեմ լինի 1.5-2 միլիոն $։ Հիմա հարց։ Մանասյան Հայկը գնաց մոտեցավ այդ MRT սարքին։ Ասում ով կտա մի $5 միլիոն ինձ։ Ես MRT ինչքան աշխատում, 10 տարի, հա։ Այդ 10 տարի ես էլ հետը կաշխատեմ։ Մի $5 միլիոն էլ ինձ կտակ։ Իո։ Թոլանա ինչա կասեն։ Վերջ, տղեկ, ես MRT-ն մի մեկին պարապ գտեք, այ եկեք դուք ձեզ իմիտացիա արեք, թե դուք հիվանդանոց ունեք եւ ունեք առողջապահություն։ Բայց ես այս MRT-ի կողքը չեմ կանգնի, որպես 50,000 դրամանոց, հասկանում ես, ես չեմ կանգնի։ Իմ արժանապատվությունը հեքիաթ չպատմեք ինձ։ Վեհ բաներ, այսինքն ինչքան մարդը մուֆտջի է, այնքան վեհ է ինքը արդարացնում դա։ Ինչքան մարդը պորտաբույծ է, այնքան ինքը վեհ բաներից է խոսում։ Օրինակ ես այսպեսի հայտարարություն եմ արել, երբ որ Հիպոկրատի երթում բան ասել եմ, ես կտամ հաշվի համար։ Դուք փոխանցեք ովքեր խոսում են, որ պետքա բանը հիվանդին օգնես, ասենք թե մարդը փող չունի, ես իհարկե դրան կողմ եմ, բայց դա իմ ասելիքն է։ Դա ինչ չեն կարող ասեն։ Գիտես ինչ կա, մարդն է ու փող չունի։ Ասում լսի, ես մարդկանց կյանքեր եւ առողջություն վերականգնող մասնագետ եմ։ Դու եկե բարոյականություն ես ինձ խրատում, որ բանը, գիտես ինչ կա մարդը, այդ ես կարամ
ցանկացած մեկինովից փորձիդ բացի, ես դասեր տամ մարդկայնության եւ բարոյականության, բայց մի քիչ ամոթ է տես բանից խոսալ, լռում եմ։ Հիմա նայի, բայց ասեմ եկեք sense պայման։ Հաշվի համարը տալիս եմ, ինչքան գումար փոխանցեցիք, այդքան էլ ծրի աշխատանք ես իմ կողմից կանեմ։ Եկել ես ինձ ամոթանք ես տալի, ասում ես, գիտես ինչ կա, լիքը մարդ կա փող չունի, ասում հարց չկա։ $100,000 տուր կամ 100,000 դրամը տուր, ես 100,000-ի աշխատանքի իմ կողմից ծրի կանեմ։ Խնդիր չկա։ Գիտես քանի կոպեկ եմ փոխանցել, դա Facebook-յան բանավեճերի մեջ է։ 0 իհարկե։ 0 հարց չկա, ես ասում եմ, բերեք շուկայական գները դրեք, այսքան տակ ես 2 այդքան գործ անեմ, բայց ձեր տվածը վերցնեմ։ Ինձ իմ կողմից էլ 2 այդքան անեմ։ Համաձայն եք։ Այ իբրև թե այդպես վեհ մտածող մարդիկ իհարկե ոչ։ Դրանից գալիս ենք, որ Գեղարքունիքի մարզում չի լինելու Հայկ Մանասյան, չի աշխատելու։ Դե Էմերտեն դնելու են, չէ, շակերտավոր ասած, հա։ ԵՊՀ-ի տաղանդավոր ուսանողը չի գնալու Քյավառ եւ չի աշխատելու Քյավառի հիվանդանոցում։ Քյավառցին ստիպված գալու է Երևան, ինչ որ հիվանդանոց, հոր գները վրեն դրած, ամեն մի բանից այդպես։ Մի հատ շատ արագ բան ասեմ, ինչ վերաբերում է էմերտային, ճիշտ է մենք գլոբալ։ Չէ, այդ օրինակ է ուղղակի։ Բան դիպուկ ասեմ, ուրեմն այն սարքերը, որոնք իրանց են նկարում, օրինակ սոնոգրաֆիան դու պետքա ձեռով ստանաս նկարը, նոր գնահատես։ Էմերտեն ստանդարտ դիրքում նկարում է, համակարգչային շերտագրությունը ստանդարտ դիրքում, ռենտգեները ստանդարտ դիրքում նկարում։ Օրինակ այդ սարքերի համար կարելի է ցանկացած տեղ, բան Ավստրալիա մի հատ շտաբ է սարքում, մոնիտորները կպցրած բժիշկները նստած, կամ այդ շտաբը չէ, բոլորը իրաց տներում են։ Ու Գավառից, Մարտունուց, Իջևանից, ճպ նկարն անում ես ուղարկում ես։ Մի հատ է կամերաս տալի, եթե բժիշկը այդքան գլուխ ունի, որ մի հատ հիվանդի տեսքն էլ ուզում տենա, կարա չտենա։ Ուսանողի պես որպես սիտուացիա ինքը գնահատողը պետք է, չէ, բայց։ Բայց չէ ինքը կարա հերվից, այսպես տենա, կամերայով տենա, ասի էսի հիվանդի տեսքն է։ Պարզա էս էլ պատկերը։ Ինչ ա եղել ավտովթար, ինչ ա եղել 5 ամիսա ցավեր ունի, ինչ ա եղել, չգիտեմ։ Ամեն մեկը մի բան պատմությունն էլ կողքից, ուզում ասեմ, այս կազմակերպելու համար պետք է չի, որ դու ունենաս, գիտես ինչքան այ հանրապետությունում ինչքան քաղաք կա, այդքան առանձին մասնագետ, ամեն մեկին նստածնես, մեկին Իջևանում, մեկին Մարտունիում, ամենևին պարզել չի։ Գոնե սա զուտ կազմակերպչական Պուճուր տեխնոլոգիական խի պուճուր, որտեղ ժամանակից դարի համար դի պուճուր է։ Ժամանակից դարի ինչ անում, հիմա այդ մարդն էլ չի։ Արհեստական բանականությունը այդ յամերի պատասխանը գնահատում է։ Դեռ դա չի մտել պրակտիկա, բժիշկը տակը ստորագրում է, բայց ոնց որ այսօր առանց վարորդ ավտոմեքենաներ, տաքսիները արդեն իսկ կան, շատ շուտով այն ստանդարտ դիրքերից է նկարագրում, դա աշխարհում մտնելու է։ Ոստեղ պետության դերը պետք է մնա ընդհանրապես այդ կարգավորումները օրինակ։ Այդ աշխարհում մտնելու է, ու լիքը գոլեգաներ, ոնց որ ռադիոլոգներ օրինակ, ես չեմ վատ լուր գուժում, բայց դեպի սոնոգրաֆիա երևի թե շարժվեն, որտեղ դեռ պետքա ձեռքի աշխատանք, որտեղ պիտի նկարը ստանաս, նոր այդ նկարը մեկնաբանես։ Թեև օրինակ, ասենք, ռոբոտ, դա էլ մի հատ ուրիշ արդեն ծախսա, միգուցե դեպքում չգիտեմ, կենսաբանության դասատու աշխատենք, բայց դա ռոբոտը կանի, նու լավ է դեպքում գնանք, ասենք, անտառներում բույսեր կուսումնասիրենք կամ կենդանիներ կուսումնասիրենք, անմիջապես շփման ժամանակ անասնապահությամբ կզբաղվենք, օրինակ ես էլ ոչ ժամանակ։ Բայց ես կուզեմ այստեղ մի հատ վերադառնանք մեր թեմային անվտանգությանը, հա։ Ինչ կապ ունի առողջապահության անվտանգությունը։ Ես ուզում շեշտել, մարդիկ հասկանում են, որ առողջապահությունը դա աշխատանք է եւ դրա համար պետք է վճարել։ Ու եթե դու դա չվճարեցիր, դու կորցնելու ես արտագաղթի ճանապարհով լավ մասնագետ։ Կամ դու բախվելու ես ոչ այնքան լավ մասնագետի, կամ լինելու է նվիրյալ, բացառիկ նվիրյալ, բայց այդ նվիրյալը ինչքան կձգի, չգիտեմ, մանավանդ հիմիկվա սերնդի հետ կապված։ Ավակ սերունդը նվիրյալներ կային եւ նրանք այո աշխատում էին անհատույց, այդպես իրենք մոմի պես այրվելով, տները առանց բարեկեցիկ պայմանների, հարազատները, երեխաները առանց լուրջ ֆինանսական աջակցության, բայց մարդիկ մոմի պես վարվելով աշխատում էին։ Հիմա դուք կգտնեք այդպիսի գոլեգաներ, թե ավելի շուտ այդպիսի բժիշկներ, թե դուք ավելի շուտ կամ անորակ կամ կխթանեք որակյալի
արտագաղթը։ Գերմանիա չէ հիմնական։ Այս հարց դե Գերմանիան որտեղ խնդրում է, որտեղ Գերմանիայում էլ պատրաստված բժիշկը գնում քննությունը տալիս է ընդհանուր Միացյալ Նահանգներում է աշխատում 3-5 անգամ ավելի շատ է վարձատրվում։ Նա էլ այնտեղ խնդրեմ ունի իր կադրերի հետ։ որտեղ Այս շատերից եմ գսել, որ գերմաներեն է սովորում գնում։ Գերմանիայում բժիշկը ենթադրենք տաքսու վարորդից ամենայն հարգանքով ու ողջուներս տաքսու վարորդներին։ Բանը տաքսու վարորդից ենթադրենք կրկնակի ավել աշխատում, վարձատրվում, որտեղ դե սոցիալական այդ հավասարության բան կա։ Միացյալ Նահանգներում չէ, ինքը տաքսու վարորդից կարող է 10 անգամ շատ աշխատի ու դրա համար Գերմանացիները գնում են Ամերիկա, հայերները գնում են Գերմանիա։ Ստեղից էլի եկանք այդ սկզբում սոցիալական որ եկանք հասնեինք այնտեղ այդ մարդուն, որ դուք աշխատացնում եք, դուք պատրաստ եք նրան վճարել ու նորմալ վճարել։ Դուք ինչի՞ է $1 միլիոն, եսի գլխավոր բժիշկներն են հիմնական հիվանդանոցի տնօրեններն են։ Դուք $1 միլիոն հանգիստ տանում եք, կոպեկի տալիս եք, կատեի կամ յամերի ապարատը բերում դնում եք, անգիոգրաֆը բերում դնում եք։ Անգիոգրաֆի վրա աշխատող բժիշկին, ով մեծ փողեր է բերում, դա հիմնականում ինվազիվ սրտաբանությունն է եւ ինվազիվ նյարդաբանությունը։ Երբ որ զարկերակներից մնում, գնում անոթների մեջ ստենտեր են դնում եւ այլ։ Նրանց դու փեշով փողը տալիս ես։ Ասում ես դե եկամուտ է բերում, բայց այն օրինակ գաստրոենտերոլոգին, որպես թերապևտ նստած է բաժանմունքում եւ պակաս քրտնաջան չի աշխատում, էլի պակասներ դրում, բայց ֆինանսական առումով այնքան էլ ձեռնտու չի, ասում կամ նույն կատեի բժիշկին, կոմպյուտերնի տոմոգրաֆիա, համակարգչային շերտագրության, չգիտեմ որքան գիտեմ տոկոսով է, համենայն դեպս գումարները մոտավորապես սենց է, մոտավորապես։ Սկսնակ բժիշկին մի 200-300 հազար դրամանոց աշխատավարձ է, արդեն հմուտ կայացած կապված ոլորտից մինչև 1 միլիոն դրամ եւ բացառիկ դեպքերում միլիոնից ավել վաստակում են բժիշկները, բացառիկ դեպքերում, մոտապես սենց ասեմ, համեմատականի համար։ Հանրապետության լավագույն մասնագետները վաստակում են այնքան գումար, ինչքան ցանկացած շենքերի բակում մի մթերային խանութ ունեցող բիզնեսմեն։ Միջին IT-շնիկ։ Մոտավորապես IT-շնիկը մի քանի անգամ։ Եթե օրինակ հանրապետության լավագույն բիզնեսմենները վերցնեք դրանք ով, ասենք Ծառուկյանն է, ենթադրենք, հա, ու համենայնպես ճանաչված է անուն Ալեքսանյանները, բան, չէ, բանը։ Այդ կարգի բժիշկը վաստակում է մի սովորական լավ շենքերի բակում, չէ, ասենք Կինո հայրենիքում առաջիգից մի մթերային խանութի բանի չափ։ Մոտապես sense։ Հա, բայց համեմատական կդնենք, ասեն, եթե դու Ամերիկայի հետ ես համեմատում։ Չէ, Ամերիկայի չէ, ես Կինո հայրենիքի մթերային խանութի։ Այսինքն դու ինչքան որ ուկուս, օրինակ Ամերիկայի լավ բժիշկը հա միլիոնատեր կարող լինի, բայց Ամերիկան ինքը իրանով բաբաթին է, այսինքն Ամերիկայում լրագրողներ է այդքան, չգիտեմ։ Լավ, գնանք Գերմանիա, գնանք Գերմանիա։ Գերմանիայում խո 5000-7000 եվրո մոտավորապես աշխատում են։ Ու այդ այնքան հեռու տեղ չի էլի հայ բժիշկին գնալու համար։ Շատ հանգիստ այդ ամեն ինչը կարելի է կազմակերպել, մարդը կարա մի գերմաների քննություն է։ Նորմալ բժիշկ, խնդրում են նորմալ բժիշկ։ Լավ, ուսանող, ավարտած ուսանող կներես մի բան, երբ որ նորմալ բժիշկ ասում եմ ժողովուրդ, այդտեղ մի քանի բան կա էլի, ուրիշ մասնագիտություններում չգիտեմ ոնց է։ Ուրեմն առաջինը գիտելիք, երկրորդը փորձառություն եւ երրորդը ստեղծագործականություն։ Այս 3 պարամետրերը շատ հազվադեպ է հանդիպում նույն մարդու մոտ։ Բայց առնվազն եթե ստեղծագործականությունը մի կողմ դնեմ, սա ոլորտի առաջատարներն են, էլի, որ այս 3 հատկանիշներով օժտված են։ Վարպետություն եւ գիտելիքը համալսարանը տալիս է։ Վարպետություն դառնում է աշխատանքի ընթացքում։ Դա միայն փորձ է։ Մասնագիտական փորձառություն է։ Առանց մասնագիտական փորձառության չկա վարպետություն։ Այդ փորձը չի որ YouTube-ով կարաս անել։ Այդ փորձը միայն աշխատանքով է լինում։ Դրա համար կողքից կարող է նայեն օրինակ, չգիտեմ, ինչ ասեմ, մի 60-70 տարեկան բժիշկ, որը տենց հին սովետական կամ ինչ որ կրթության բան, բայց նրա փորձառությունը ֆանտաստիկ արդյունքներ է տալիս։ Բայց սրան հասկանալու ժողովուրդը սա չի հասկանա։ Բժիշկներն էլ որպեսզի սա հասկանան, պետք է իմանան ինչա վարպետությունը։ Երբ որ նայում են իրենից գիտելիք, օրինակ ինձանից գիտելիքներով շատ ավելի ցածր մակարդակի բժիշկը ինձ փորձառություն էր սովորեցնում, ինչ որ հմտություններ էր տալիս ու ես հասկանում որ այդ ամբողջ գիտելիքը կարդացած է թարմ նոր հասկանում որ այդ ամեն ինչը ունենալով ես
չեմ կարող ինձ պրիմիտիվ բան անեմ, ինչպեսին օրինակ ասեմ, այդ շատ է օրինակը պատմում, այսպես ափով որովայնը բաց որովայնի վրա, այսպես ափով, այսպես շոշափում է, թույլ շոշափում է։ Ասում է տակը քիրուրգիա կա, այսինքն վիրահատելու գործ կա։ Սենց անում, ասում է տակը քիրուրգիա կա։ Ասում եմ, ինչ ես զգում, էլի, տենց բան չկա գրած, որ ձեռքը տանը, կա սեղմենք, թողնենք, կա տարբեր մանիպուլյացիաներ, որոնք անում ես եւ ստանում ես նշաններ, որոնցով դիագնոզ ես դնում։ Բայց այդ փորձառությունն է։ Հետո տարիքի հետ հասկանում եմ, այդ ինչ էր անում, այդ ինչ էր զգում ինքը։ Եթե որպեսզի հասկանալի լինի, տենց միստիկասա չթվա, օրինակ ասեմ, տեսեք, գդիկով փորը ոնց է մարդը, որ ասած կպնում ես մի տեսակ լարվում է, չէ՞։ Այդ փորի մասին է խոսքը։ Ես դա երբ որ հասկացա, երբ որ զգացի, այդ տեսակն է, ասած իրան թույլ սեղմում ես, թվում է թե այն գդիկով մարդը ոնց կարա մի թեթև լարվի, մի աննշան լարվի։ Այդ է զգում ինքը։ Ինքը այդ աննշան լարվածությունը զգում է շոշափ։ Որտեւ ինքը 40 տարի է դա 40 տարով իր ձեռք մի խոսքով էլի այսպես այստեղ գալիս ենք որակի հարցը, հա։ Այդ մեր ազգային անվտանգությանը ինչով է այս հարցը առնչվում։ Ես այս թեմային մի քիչ կողքից նայելով հասկանում եմ, որ ըստ էության մեր մահացող ժողովրդի մի հատվածը կարող օրինակ տարվա ընթացքում չմահանա։ Դու կորցնում ես ձեռքեր, դու կորցնում ես ուղեղներ, դու կորցնում ես ավելացված արժեք, կոպիտ եմ ասում, կներեք, հա, կյանքերի Չէ, շարունակեք, դու կորցնում այդ պացիենտի կորստով, այդ նույն ընտանիքում դու կորցնում ես բարոյա հոգեբանական մի հատ բարեկեցիկ մթնոլորտ։ Դե վիշտ է մտնում, եթե դա նույնիսկ 1000 ներողություն ցինիկ կարա, չէ՞, դե միամոմենտ է կորնում, հլը, բապասկա քրոնիկ հիվանդություն, ձգձգվում այդ ամբողջ ընտանիքը, նրանց ընկերները, շրջապատը հոգեբանորեն բարոյապես, իսկ դա ազդում է արդեն նրանց կյանքի որակի եւ աշխատունակության վրա իհարկե։ Էլ չասած, որ շատ հիվանդություններ երիտասարդանում են, երիտասարդներ են մահանում, չգիտեմ, սրտանոթային եւ այլն։ Հիմա ես որպես վերևից process-ի նայող մարդ մտածում եմ, որ այս ոլորտին շատ լուրջ ուշադրություն պետք է դարձվի հենց այդ տրամաբանության մեջ, հա, եթե ես պետական գործիչ լինեմ, ես կասեմ ժողովուրդ, այստեղ կա ինչ-որ էական բաց, որը պետք է սկսենք կետ-կետ փակել։ Դե մեր բոլոր ազգային անվտանգության ռազմավարությունների մեջ հենց առողջապահությունը առանձին գլխով եղել է։ Նաև հենց այդ իմաստով, հա, որ առողջապահությունը ուղիղ կերպով ազդում է բնակչության եւ դեմոգրաֆիայի վրա, քանակի վրա, հա, տնտեսական ակտիվության վրա եւ մնացած ամեն ինչի։ Բայց այստեղ, որ ասում ենք ազդում, հա, պետք է հասկանանք նաև, եթե դրա լավ կազդի, վատը ինչքան վատ է ազդում։ Հա։ Հիմա ես հասկանում եմ։ Մի քիչ առաջ բժիշկների արտագաղթից խոսեցինք, հա, բժիշկներն են արտագաղթում, բայց հիվանդներն են արտագաղթում։ Այդ գիտենք, չէ՞։ Չէ, փող են ծախսում դասում։ Չէ, այո, հիվանդներն են արտագաղթում։ Հա, մարդիկ ընտանիքով տեղափոխվում են մի հիվանդության 3 տարի վարելու համար, որ ասեն գնացել է Իսպանիայում 3 տարի վարել է հիվանդությունը եւ վերջնականապես կամ Գերմանիայում ինքը ազատվել է, ու էլ հետ չի գա այդ մարդը։ Այո, ու ընտանիքով մնացել։ Հետ չի գա, որտեղ ինքը իր բուժող բժշկի հետ այնտեղ կապվեց կամ իրեն բուժող երկրի հետ այնտեղ կապվեց։ Հիմա ես հասկանում եմ, որ սա առողջապահության վատ կառավարման հետևանք է։ Տենց եմ մտածում։ Ինչ ես դու կարծում։ Հա, ես համաձայն եմ, բայց ուզում եմ էլի ասել, որ դա նախ մշակույթը որպես այդպեսին։ Եկեք դրանք ինչ մշակույթ է, հետո գանք առողջության վաղ կառավարման։ Բայց լավ, մշակույթը միանգամից կառավարում։ Ժամանակից բժշկությունը դա կանխարգելիչ բժշկություն է։ Ինչա նշանակում։ Նշանակում է դու պիտի հիվանդությունը կանխարգել ես, որպեսզի ինքը չառաջանա։ Այսքան բանը մեր նախարարությունը մանավանդ հետհեղափոխական շրջանում շատ լավ գիտեր, ասում էր աչուձախ ինչ էր անում, ասում էր ծխելը վատ է։ Սիրտանոթային հիվանդություններ են կախում։ Ասում մի բերեք դրեք Սևանի։ Ասում լիքը գործ կանելու, ես ինչ եք անում, ասում դե մեր գործը, մենք ոչ թե հիվանդների նախարարություն ենք, մենք առողջությունը պահելու, ոչ թե հիվանդացությունը չի։ Մի խոսքով sense բան ենք խոսում, որ ու տենց ու սա հասարակական կազմակերպության գործ է իդեպ հլնել փողոցում կանգնել ջահել երեխեքը ասենք բաժանել մի ծխեք բայց մեր մոտ դա առողջապահության նախարարի մասշտաբով էր այդ գործը արվում ու ինքն էր էլի փողոցում կանգնել նույն բան անում ունես չի որ ինքը տենց մոբիլիզացել էր ինչ որ հիմա էլ Facebook-ում տենց ինչի որովհետև իբրև սա մեկնաբանում պես կանխարգելիչ բժշկություն հիվանդություն չառաջանա բայց կանխարգելիչ բժշկությունը հետեւյալն է կանխարգելել հիվանդության առաջացումը բայց մեկը առաջանալու են հիվանդությունները առաջացած հիվանդությունների բարդությունները կանխարգելել որպեսզի օրինակ շաքարային դիաբետը չբերի երիկամային անբավարարության օրինակ
կամ աթերոսկլերոզ անոթների բարձր ճնշումը չբերի ինսուլտի կամ սրտամկանի ինֆարկտի։ Եթե բարդություններն են առաջացել, կանխարգել էլ մահը, որպեսզի բարդացած կամ դեկոմպենսացիայի գնացած հիվանդությունը չավարտվի մահով։ Սա այս բոլոր փուլերը կանխարգելի չեն։ Ուղղակի երբ որ դու պացիենտի հետ խոսում ես, դու տեսնում ես, ասենք նստած է 40 տարեկան պացիենտ, դու նայում ես, դու նայում ես 80-85 տարեկան իրան, այդ ամբողջ գիծը, ինչ կա անցնելու այդ ճանապարհին։ Զրույցի մեջ դու այդ անդադ հաշվի ես առնում, ուղղակի մեջ կանխարգելի չէ, ոչ թե եկել է մի դեղ 10 ձենը կտրի գնա, այլ դու նայում ես լավ, բացի այն որ այսօր այս հարցը կլուծենք, իրական պատմություն ասեմ, եկավ պացիենտ, որի չեմ կարծում թե լուրջ խնդիր էր, որովայնի ցավերով, ու իրան նորմալ նայել էին, տեսել են որ բան չկա առանձնակի բան, ասեցի չէ, պարկի, փորոտ բացի պարկի, կամ պարկի փորոտ բացի։ Ուրեմն ստուգման ժամանակ տեսնում եմ գլխավոր մենք վերին միջնդրային զարկերակ ենք ասում, դա աղիների գլխավոր զարկերակն է։ Դա եթե խցանվում է, վերջ։ Ու դա վերջ։ Նա չէ լավ, սկսում աղիները ցավ է սկսում, գանգրենա է գնում, ինքը մի երկու օր տանջվում է, վիրահատում են, բերում, կապում են, դե բայց արդեն մնացած աղիները չկա, այն ինչ մնացել է դրանից դա մարսողություն չի ապահովում, լավ կարելի է երակով սնուցել, բան, դա էլի անթիվան համար ծախսեր։ Ну, լավ։ Տեսակ ինչ։ Այդքան էլ կյանքի լավ որակ չի, բայց սովորաբար այս ամեն ինչը sense չի լինում, լումա մահ։ Այս փուլերից որևիցե մեկում, սկսած առաջի օրվանից կամ տենց։ Ու ես տեսնում եմ գլխավոր զարկերակը, որը տվյալներով մոտավոր ասեմ, ինքը 9 մմ տրամագիծ ունի, խցանված է ու 3 մմ տրամագիծով մի անցք է մնացել, եւ այդ 3 մմ տրամագծով է սպասարկվում այդ ամբողջ աղիքային վերին միջնդրային զարկերակի մասին է խոսքը։ Այդ պահին ինքը այդ ցավերը դրա հետ չեն կապված։ Այդ պահին ինքը դրանով չի եկել։ Բայց դու արդեն տենում ես ուրա գնում ես պացիենտը։ Հա, իրա ինչ որ մի բան կտաս, ինքը ինչ որ բանով կլավանա, բայց ես այդ ամբողջ իրա ընթացքը վարումը տեղափոխեցի անոթային վիրաբուժություն։ Որտեղ ստեղ պետք է անոթային վիրաբուժության մակարդակով այս հարցը լուծվի, այդ տրոմբը պետք է հանվի։ Այդ ցավերը, որ իրա մոտ կշարունակվեն ինչ որ տենց ծակծկում աբա, ոչինչ։ Դրանք էական չեն, հա։ Դա էական չի, գլխավորը երկրորդականից զանազան լապ է։ Հիմա նայեք, այս կանխարգելիչ բժշկությունը սա է։ Կանխարգելիչ բժշկությունը այդ չի, որ առավոտվանից վեր կենաս խոսած, որ հիվանդությունները պետք է կանխարգելել։ Դա նշանակում է ցանկացած քայլի, ցանկացած փուլում, դու որ նայում ես, շփվում ես պացիենտի հետ, դու նայում ես մոտավորապես։ Ուրա գնում ու դից մի 85-90 տարեկան շեմ ես գծում քեզ համար ու դու նայում ես կարում ես տեսնում ես էդի ոնց է գնում երբեմն բժիշկներ կան ասում իմ կողմից քեզ խնդրեմ չի լինի չգիտեմ ուրիշ հարցերով ոնց բայց իմ ոլորտից այսինքն մարդը տեսել է նա տեսնում է պացիենտի մինչև 85 տարեկան նայում է օրգանները իր մասով ասում ես չեմ թույլ տա որ դու իմ կողմից իմ դիրքից ներխուժում լինի գնա եւ մնացած դիրքերը ապահովի ուրեմն մենեջմենթը ելի կանք որակյալ մասնագետին կանգնանք, բայց մենեջմենթը նախ այս ուղղվածությունը պիտի լինի եւ այս ուղղվածությունը որն է, օրինակ։ Այո, առողջ ապրելակերպի քարոզում, բայց առողջ ապրելակերպը դա մշակույթ է։ Դա այսինքն եկած գալիս պատմեն Չինաստանում ինչ է կատարում։ Դա մշակույթ է, դա էլի սոցիալական ինստիտուտ է։ Այսինքն 5 հոգի նստեն այսօր պայմանավորվեն, всё տղեկ վաղվանից ոչ խմում ենք, առավոտները վազում ենք, սեսան նիհարում ենք, հա, այդտենց կարելի է այսօր խոսել, բայց դա ինստիտուտ է, չէ, դա այդ պահին պահի ազդեցությամբ որոշում, որը վաղը չես ողջամիտ որոշում է, բայց դա մշակույթ պետք է դառնա։ Հիմա էսից sense ուռուցքների կանխարգելման սկրինինգներ այսօր Հայաստանում, որ այսա պետք է պետական ծրագրով լիներ։ Այստեղ պետությունը խի, որովհետև ոչ ոք առանձին վերցված սրանով չի զբաղվում։ Պետությունը պետք է վերցներ գոնե սկրինինգներն աներ, որովհետեւ քաղցկեղը այս տարի սկսեն սկրինինգները, եկող տարի այս վաղ քաղցկեղների քանակը առնվազն կիսով կպակասի։ Հա, մոտավորապես ես մի հատ ծրագիր եմ առաջարկել քաղցկեղն առաջին հերթին առհասարակ ապահովագրությունը ոնց պիտի լինի Հայաստանում, որ Հայաստանում ապահովությունը պիտի սկսի քաղցկեղների քաղցկեղի բուժման ապահովագրությունից։ Ոչ թե ապահովությունը պիտի սկսի ջահել առողջ մարդկանց տանել եւ նրանցից փոխվել։ Հիմնական տենց է, պետական սոցփաթեթներն են, դրանք պետական աշխատողներ են, դե հասկանա, չէ՞, մինչև 65 տարեկան։ Մասնավոր ապահովագրությունը դրանք բանկեր, IT կամպանիաներ, բան էլի ջահել մինչև 65 տարեկան։ Այսինքն վերցնում ես ամենակիչ հիվանդացող մասային, իրանցից փող ես վերցնում ապահովագրում ես իբրև թե իրանց առողջությունը, հա առանձին էպիզոդներ մարդիկ փրշտում են, բան գնում են բժշկի, վիրահատվում են եւ այլն, բայց հիվանդները այդ 65-ից վերևում են։
Այնտեղ է նստած մեծ բեռը առողջապահության։ Պետությունն է, ասի ես առաջարկում եմ համընդհանուր ապահովագրություն, բոլորը փող տվեք։ Հարց չկա, չեն կարող։ Ստեք դրա մասին մի օր առանձին խոսենք միայն ապահովագրության մասին, բայց դա ահռելի մեծ ծրագիր է։ Համենայնիվ սկրինինգները սկսում էիր քաղցկեղից, այդտեղ ահագին բան ես, արդեն պրոֆիլակտիկա։ Այսինքն ամեն տարի մարդը գնում է տեսնի քաղցկեղ ունի թե չէ։ Ամեն տարի չէ, օրինակ հաստաղիքի քաղցկեղի համար ամեն տարի 45 տարին լրացած, առաջ 50 տարի էր, հիմա դառնա 45 շիշ։ Կոլոնոսկոպիա են անում։ 10 տարին մի անգամ կոլոնոսկոպիա կամ ամեն տարի թաքնված արյուն կղանքում։ Հայաստանում, քանի որ կոլոնոսկոպիան խիստ մատչելի է, նո ամենաէժանը որ անում են քնացրած 35000 դրամն է, ու տեղ կարող է լինի 45000 դրամ, բայց դա խիստ մատչելի է, որովհետև ասենք այդ մի քանի $100 արժի այդ նույն հետազոտությունը արտասահմանում։ Այդ արտասահման բառը վաղուց չեն կասում, չէ։ Արտասահմանում դա արժի մոտ մի քանի $100։ Իդեպ արվում է նույն կարգի բան սարքավորումներով, այսինքն ստեղ էլ $100,000 կամ 50-ից $150,000 ապարատա բերած դրած, Նույն այնտեղ։ ընդեղ է նույն ապարատը, նույն ֆիրմայի բերած դրած է։ Հիմա այս նույն սարքավորումով մասնագետը ոչ պակաս որակյալ, որովհետև ստեղ մի հատ էլ պահ կար, 3 պարամետր ասի 4-ը չասեցի։ Միացյալ Նահանգներից շատ են դիմում պացիենտներ քիչ ավելի քիչ Եվրոպայից, բայց Միացյալ Նահանգներից հատկապես գնացել են բժիշկի, ազդել են, ստեղ գալիս են տուրիստ ման գալու, մի հատ այցելում են։ Ունեմ ասենց առողջական խնդիրներ, թղթերն ա ցույց տալի, այսպես։ Նայում ես առաջնային օղակում եմ ասում։ Ես չեմ ասում հիվանդանոցային բժշկություն, առաջնային օղակում ամերիկացի բժիշկների պես գլխառատ, մի այլ կարգի գլխառատ։ Ու ես փորձում եմ դա էլ բացատրել, ասում եմ, այ մարդ, ինչի են այս կարգի իրանց մոտ է գրվում այդ գործելակարգերը, գայդերը, բան, իրանց իրոք իրանք հիմա մենք որ գալիս է բժիշկը, ենթադրենք ավետիքի ասում, ասենց բան ունեմ, ես նշանակում եմ ավետիքները, բայց տենց որ կարող է մի քիչ շատ եղավ այս դեղերը կամ քիչ եղավ կամ էսի մի ստուգի, մի քիչ շատ ստուգի, մի խոսքով մենք ամեն պացիենտի հետ փորձում ենք ապացուցենք, որ մենք կոմպետենտ ենք։ Մենք ամեն պացիենտի հետ կոպիտ ասած ուզում ենք մեր դիպլոմայինը պաշտպանենք։ Ամեն պացիենտի հետ դու դիպլոմային ես պաշտպանում, որ ապացուցես, որ դու կոմպետենտ ես։ Պացիենտը գալիս է քեզ օպոնենտ առաջին հերթին, ոչ թե բուժվելու, այլ քո գիտելիքները ստուգելու, էլի։ Ճանաչի քեզ։ Մի հատ լեգիտիմացնի քո բժիշկի։ Facebook-ում անընդհատ բժիշկի մասին հարցնում են։ Բժիշկը ասում է դու խով կարաս Google անես։ Բանը ասում։ Google-ն էլ նույնն անել։ Իսկ Միացյալ Նահանգներում, եթե դու բժիշկ ես, դու աստվածների հետ ես խնջույքի նստում։ Վերջ։ Բժիշկա, ասեց բժիշկա, եւ ինքը ապացուցելու բան չունի։ Եվ դրա համար, չգիտեմ, ինձ թվում է տեղից է սկսում այդ գլխառադը, էլի, որ ինքը պացիենտի համակրանքի, պացիենտի, եւ մեկ էլ ապահովագրությունը, որ փողերը փոխհատուցում է, ինքը մեկը փողերը փոխհատուցում է։ Մեր պարագայում այդ մարդը պիտի վճարի։ Եթե մարդը դժգոհ եղավ իր այցից, հետագա վարումից, արդյունքից, դրա համար դու տենց մի խոսքով ուզում եմ ասեմ, եթե ասում ենք արտասահմանում եւ Հայաստանում բժշկությունը եւ այլ, այնպես չի որ այնտեղ գիտեք տենց հրեշտակներ են։ Այո, երբ որ դու գնացել ես մի պրոֆեսոր, ես հանդիպե Գերմանիայում, նա հրեշտակի տպավորությունն է քո վրա թվում, ես համաձայն եմ։ Դրա հետ համաձայն։ Բայց այն առաջնային օղակի բժիշկները, առաջնային օղակի բժիշկը հատկապես դեպի Միացյալ Նահանգներ Կրդոնի վրա նստած են։ Նրանք ավելի լավը չեն, քան մեր բժիշկները։ Հասկացա։ Ու այդ գումարային տարբերությամբ այդ ոչ մեծ գներով, ոչ ամեն տարի 10 տարին մի անգամ կոլոնոսկոպիա անելով, չգիտեմ, մեկը մի ուրիշ սկրինինգային ծրագիր մի քանի տարին մեկ, այդ կարելի է հեշտ կազմակերպել ու դա չի արվում։ Ահա, այո, կառավարման խնդիր կա։ Այո, կառավարման խնդիր կա։ Ու արվում է, չի արվում։ Մի հատ էլ հարց Ճիշտն ասած, ես տարիներ առաջ մի հատ արտասահմանցի մասնագետի հետ էի շփվում, որը ասում էր, որ իրենց մոտ ընդունված է, չեմ հիշում, եվրոպական որ պետությունից էր։ Նույնիսկ շտապօգնությունը շատ հաճախ տանում է պոլիկլինիկաներ։ Ու պոլիկլինիկաների համակարգն ավելի զարգացած, այսինքն պոլիկլինիկաներում կան լավ մասնագետներ ու այդ առաջնային օղակն է լավ աշխատում, քիչ մարդիկ են ավելի գնում հիվանդանոցներ, որովհետև կա պոլիկլինիկա, որտեղ լավ մասնագետ կա, ինքը խնդրի դեմ առնում է հələ այն սկզբնական շրջանում։ Կանխարգելիչ բժշկության տրամաբանությունն է, բայց ինձ թվում է ոչ թե տանում են պոլիկլինիկաներ, այլ հիվանդանոցը ունի ամբուլատոր բաժին։ Երևի թե իրենք տանում են ինչ որ ընդունարան, այնտեղ ամբուլատոր բաժինը եթե կարողանում է հարցը
սահմանափակի մարդին հետ ուղարկի տուն կամ չգիտեմ մի քանի ժամ parելով կլինիկայում ուղարկի, միգուցե այդպես է արվում։ Եթե ոչ, այսինքն հիվանդանոց պարկասնելու եւ դու էլի այդ մենք խոսում ենք, չէ՞ դրա մասին։ Հիվանդանոց պարկելու եւ տունը մնալու միջև կա միջանկյալ օղակ։ Այդ տեսի որ կամ պետք է պարկի հիվանդանոց կամ պետք է մնա տունը։ Միգուցե պետք է մի քանի ժամ աշխատի բժիշկ հետ կամ լինի հսկողության տակ։ Ասենց բաներ ավելի շատ կարա լինի։ Կարծում եմ էտա ընդեղ այդ են անում։ Կարելի է այստեղ էլ շատ հանգիստ այդ միջանկյալ օղակը, բայց այդ միջանկյալ օղակը խնդիրներ է առաջացնում։ Օրինակ, երբ որ ես ստացիոնարից mən ամբուլատոր եմ աշխատում, էլի, հիմա որ արդեն քանի տարի է։ 10 տարի է մերի ամբուլատոր եմ աշխատում։ Միայն ամբուլատոր։ Դրանից առաջ ստացիոնար եմ աշխատել։ Երբ որ ստացիոնարում ենք այդ ցերեկային ստացիոնարի հարցը, որ գա մի քանի ժամով, դա խնդիր է, ինչ առումով որ տնտես ձեռնտու չէր։ Փող քիչ է մեջը։ Փող շատ է մեջը, երբ որ շատ ես պահում։ Ու մեկ էլ այստեղ շատ կարևոր մի հատ բան, այդ պետ պատվերը ընդհանրապես մի օր կամ չգիտեմ այսօր պետք է խոսել պետ պատվերը ոնց է քանդում համակարգը։ Պետ պատվերը ինչ արատավոր երևույթներ է հիմնավորում, դարձնում հիմնական վարվեցողության կանոն, սիստեմ։ Պետ պատվերը ապականում է այնպիսի բաներ, որ էլ չէ։ Օրինակ մի օրինակ։ Պետ պատվերը օրեկան այսքան փոխհատուցում է տալի։ Իսկ որ մի քանի ժամ արեցի, այդ փոխհատուցումը չի տա։ Ուրեմն եկեք նենց գործելակարգը նես տանենք, որ այս դեպքում պետք է ցելի օր պահել։ Բայց ցելի օրվա համար քիչ է տալի, 3 օրից ավել որ մնում է հիվանդ, այ շատ է տալի։ Ուրեմն արի 3 օր պահենք այս մարդը։ Ոստեղ արդեն գալիս է արատացել մի բան, որ իրան չէ, այստեղ գալիս է դրանով որ հենց արատներ են հիմնավորվում, արատավոր վարքագիծ է հիմնավորվում, այսինքն ոչ թե առողջություն արտադրելու, այլ պետությունից փող քերելու վարքագիծ է հիմնավորվում։ Պետությունը նախ այդ միանգամից ենք, այդ պետությունից փող քերել է, ասենք, այնտեղ մարդիկ են նստած, ովքեր էլի քերող են։ Այդ պետությունը ասված է։ Քերողից քերում է։ Ուրեմն հա, պետական ինստիտուտները վստահված են որոշակի քերող կամ չքերողների, նրանց դիմաց կանգնած են այլ քերող չքերողներ եւ այդ ամեն ինչի մեջ մենք որպես հանրություն օգտվում ենք այդ ամենից։ Տենց բան ա եղել, էսի իրակ մեր առողջապահության մասին է, երբ որ մի հիվանդանոց առաջարկել է, որ գիտեք ինչ կա, առաջի 1-2 օրը ստացիոնար պարկել։ Ամենաշատ անալիզներն ու հետազոտություններն ա գնում։ Հետևաբար այդ առաջի 2 օրը ծախսերը թող լինի այսքան, հաջորդի արդեն նվազի։ Փոխհատուցումը նվազի։ Դա կբերի նրան, որ առաջ օրերը գործ արեցին, պարզեցին, եթե հիվանդանոցը տեսնում է, որ իմաստ չունի պահելու, դուրս գրի հիվանդին, ոչ թե արհեստական շարունակի պահել, որպեսզի լրացուցիչ գումարներ գան։ Եվ բեռնվածությունը կթեթևանա հիվանդան, արդյունավետությունը ավելի բարձր կլինի եւ ֆինանսներն էլ կխնայվեն վերջին հաշվով, օրինակ ես ապահովական ընկերություններով եկած հիվանդների ֆինանսները խիստ կնայում են։ Իրանց չի ասեք ապահովական ընկերությունը, բայց ինձ մեկ է։ Ես աշխատում եմ պատասխանը ու դա իրականացրեցին, բայց դա դժգոհություն առաջացավ այլ հիվանդանոցների կողմից։ Մի հիվանդանոց առաջարկում է, նախարարությունը ընդառաջում է, այլ հիվանդանոցներ դեմ են դուրս գալիս։ Մինչև էս վերջերս էլի պետպատվերի փոխհատուցում ամեն հիվանդանոց ինչ որ լիմիտով ստանում էր։ Այդ համակարգը փոխել հիվանդի հետևից գումարը գնա, այսինքն հիվանդը ուր ուզում է թող գնա, պետպատվերը նրա հետևից կգնա։ Կփոխհատուցենք այնքան, պետությունը կֆինանսավորի այնքան, որքան պետպատվեր ստացող հիվանդ գնում է ուր ուզում է գնա, որ հիվանդանոց, բայց դա հիվանդանոցները կորած ձեռա տալի, ասում եկա իմ մոտ շատ են գալու։ Ես լավ գործ եմ անում, լավ առողջապահություն եմ անում, այն մյուսը ասում է, բայց խի, ինչու գնացին, փոխեք եւ վերևից էլ պետություն ասում է մի րոպե, եթե հիվանդ արդեն նախարարության մասշտաբով եմ ասում, եթե գնում է բանի հետևից փողը, բա ես ոնց եմ ավետիկին ցույց տալու, ես իրան լավություն եմ անում, որ իր հիվանդանոց գնում է պետպատվերը շատ եմ տալի, բայց լույսը տակից էլ ատկատ պիտի գա։ Իսկ հիմա ատկատի ձև չկա, ավետիկն ասում այ ընկեր 100 հիվանդ եմ ընդունել կամ չգիտեմ 20000 հիվանդ եմ ընդունել, տես։ Փողերը դուր։ Ընդունել եմ։ Օրենքը տենց է, որ այսքան հիվանդ ընդունեց, այսքան փող։ Հա, դե բարի եղի փոխհատուցել։ Ես այդքան աշխատանք մարդկանց համար արել եմ։ Ու դա լծակներ է կորցնում ում ձեռից կոռուպցիաների ձեռից։ Ու դա էլ է մեծ դիմադրության արժանացել միջև այսօր այդ որոշումը, եթե չեմ սխալվում, արդեն տեցան, ու համենայնպես անցյալ տարիներին, այս տարի ոնց է չգիտեմ։ Այդ փորձը արեցին, դա մեծ դիմադրություն է էլի արժանանում, նախարարությունը գնում է այս ողջամիտ լուծմանը, բայց դա այդպես հեշտ չի։ Դա հեշտ չի։ Բժշկական համակարգը, մի հատ էլ բան ասեմ, էսի շատ եմ ասել, բայց
Յանի զրուցում ենք Ասա։ Ուրեմն բժշկական համակարգը ոնց է տերական համակարգը կներեք էլի եկեղեցական դա ինչ որ բան է չէ ասես փակ ու ինչ որ հիերարխիկ բան լսեք դուք մեզ sense մի նայեք այտենց է մեր մոդել մենք փողոցում դուք տեսնում եք այտենց շարքային քաղաքացու պես բան բայց մենք ներքուստ մի տենց հոգեբանական ինչ որ մի հատ տենց կոդեքսի տակ ենք բոլորս որոշակի բան կա ու այս համակարգում ինչ որ բան փոխելը դա բժշկիստ պահպանողական համակարգ է դեպ կայացած ավանդույթներով այդ օրինակ եթե այսօր բժշկական համալսարանը Իսկ որոշել է ասեի համտածում եմ ասեմ թե չասեմ հուսամ ոչ ոք չի նեղանա Եթե այսօր բժշկական համալսարանը իմանա որ իր կադրերի 50%-ին կրճատելով կամ փոխելով դասախոսական պրոֆեսորա դասախոսական Հայաստանի ուսանողությունը կդառնա աշխարհի լավագույն տասնյակի մեջ կհայտնվի դա չի անի Ինչի որովհետև այդ կադրերը մեր ուսուցիչներն են մեզ սովորացրել են Եթե մենք պետք է իրանց 50%-ով կրճատենք կամ փոխենք, մենք մի այնպիսի սուրբ բան ենք, ճակերտավոր սուրբ էլի, կպնելու։ Հա, մենք այնպես բանի ենք կպնելու, այնպես բան ենք։ Բայց դա մտածում եմ պատկերացնել քեզ ենք կպնելու։ Մոտավորապես, որ դուք պատկերացնեք այդ առողջապահության մեջ փոփոխություններ անելը։ Դրանք հիմնականում հեղափոխություններ են։ Ինչ փոփոխություններ անես, իմացի դա հեղափոխական է։ Դեկոս մի չնչին փոփոխ։ Գումարած դրան պետք է կարենաս, գիտելիք ունենաս։ Չէ, կան ինստիտուտի ծրագրերի մասին ասեմ Կանադայից, Ամերիկայից, աշխարհի լավագույն մասնագետները, աշխարհի հայազգի աշխարհի լավագույն մասնագետները ինսուլտի բուժման պրոֆիլակտիկայի ծրագիր Հայաստանում նախաձեռնեցին, հիմա գործում է այդ ծրագիրը։ Դա ասեմ։ Բայց ինքը տեղի պրոֆեսորա մասնագիտական համայնքի կողմից այնպես դիմադրության արժանացավ։ Այն հիվանդանոցները, որտեղ դա ներդրվում էր, դա մեծ սիրով ընդունում էին, որտեղ ահագին նաև ֆինանսապես է դա ձեռ տալի։ Դա ռեալ առողջություն են արտադրում։ Մոտապես ասեմ ինչա, ինսուլտ մարդը գնաց, պիտի անդամալույց դառնա, հաշմանդամություն ձեռք բերի, տարիներով, միգուցե ամիսներով բուժում ստանա, ասենք շատ արագ մի հատ ներարկում են անում, դա վերջնականապես է թրոմբը լուծվում է, կամ եթե չի լուծվում, մտնում են էլի ներանոթային ինվազիվ միջամտությամբ, թրոմբը մաքրում են կամ եթե պատրված կա այնտեղ կամ մի խոսքով վտանգ կա պատրվելու անոթի, պրոֆիլակտիկ միջամտություն են անում, վերջ։ Ինքը երբեմն շատ էժան, երբեմն ահագին թանկ, բայց ընդհանուր առմամբ շատ արդյունավետ ծրագիր է, ու դա աշխատում է հիմա։ Հիմա մի խոսքով այդ ծրագիրը աշխատում է, ու հիմա ավելի ընդլայնվել է այդ ծրագիրը։ Բայց սկզբում երբ որ թեկուզ աշխարհի լավագույն մասնագետները հայազգի այդ ռեկոմենդացիան արել են, այդ կազմակերպել են։ Ստեղ ժողով էին անում պրոֆեսորներով։ Ասում են մեզ հարցրել եք, ախր մեր կարծիքը, մեր գնահատականը։ Ասում են այն գեր։ Ենթադրենք Կանադայով մեկ հարց լուծող մարդ է։ Ասում է տենց արեք։ Կլինի, լավ կլինի։ Մենք պարտադիր քեզ գային հարցնեին։ Բայց տրադիցիան տենց է, պետք է գային հարցնեին։ Բայց հետո տրադիցիան նենց է, որ եթե չես հարցնում, կազմակերպվում, դիմադրությունը կազմակերպվում։ Որ հարցնես էլ ավելի մեծ դիմադրություն ալնելու։ Որ հարցնես ավելի մեծ դիմադրություն։ Ավելի չհարցնես։ Բայց գործ ունենք այստեղ իհարկե քո ասած, այսպես ավանդական հիերարխիկ համակարգի հետ, ես ինքս էլ առնչվել եմ, գիտեմ, այնտեղ հələ դեռ ռուսերեն անուն հայրանունը են դիմում մարդկանց, հա, չնայած մեծ հայավարի դիմելա ձևը չի, բայց ամեն դեպքում մենք գործ ունենք, միևնույն է, գործ ունենք մեծ հիերարխիկ, բավականին իներտ համակարգի հետ, որը փոխելը մեկը դժվար է լինելու։ Էլի, այս միջնորդավորված միջնորդ պետությունը, հա, որը սոցիալական ֆունկցիաների մեջ գնացել միջամտել է, իր բաներով, շոշափուկներով, ասացինք, հա, միևնույն է, հեշտ չի լինելու վերանալ այդ գայթակղությունից բյուջե հավաքել եւ այդ բյուջեն բաշխել հայեցողությամբ կամ չգիտեմ ինչ մեխանիզմներով ու մեջտեղ ինչ որ շահեր ունենալ։ Ու մենք գիտենք մի բան, որ այս թեման միշտ լինելու է հանրության ուշադրության կենտրոնում, որովհետև հիվանդանում եւ լավանում բոլորս, ու միշտ լինելու է եւ ճնշումը մի կողմից, հա եւ գայթակղությունը մյուս կողմից լծակներ չտալու եւ լծակներից չզրկվելու, էլի։ Ամենայն դեպս ես այն եմ հասկանում, որ միշտ անվտանգություն ասելուց մարդիկ առաջին հերթին պատկերացնում են բանակ, տնտեսություն, ֆինանսներ եւ այլ, բայց այ առողջապահության ոլորտն է, որ
կարևորագույն ոլորտն է, որ պետքա նույն քաղաքական ուժերի ուշադրության կենտրոնում լինի, իսկ շատ քիչ է քննարկվում։ Դու չես տեսնում մի հատ նորմալ բանավեճ քաղաքական տնտեսության մասին կա, չէ, որ հավաքվում են, այ դու բարկը վերցրիր ճիշտ արիր, որ այս բարկը վերցրի, թե չէ, կամ բանակի մասով, կամ չգիտեմ, ֆինանսական քաղաքականություն կամ արդյունաբերություն, բայց ես չեմ տեսել միջև հիմա, ինչ որ կոնկրետ ֆունդամենտալ զրույց, թե չգիտեմ, պոլիկլինիկաները արժի վերանորոգել տատիները, որոնք դե աշխատում են շարունակել աշխատել, բժիշկները զբաղված են հիվանդ բուժելով, ոչ թե քաղաքականությամբ։ Պոլիկլինիկաների մեծ մասը, որտեղ հիմնականում չեն գնում քաղաքացիներ, գնում են տատի պապիները, ազնիվ լինենք պոլիկլինիկաների համար մի հատ կարճ օրինակ էլ դες տեխնոլոգիական դարում։ Այդ նույն շտաբը։ Այդ նույն շտաբը մանիտարներով, ես այսօր նստած ինչ եմ անում, 1000 ներողություն թե անհամեստ կհնչի ես ասածս էլի։ Բանա, գալիս ասում եմ իժոգա ունեմ, ասում եմ դե ոմես խմի։ Կարճ ասած այս ամենը կես ժամում էլի։ Պատկերացրեք, ունեմ իժոգա, այրոց, ես պետք է ասեմ ոմես խմի։ Էսա գործը ամբողջ։ Բայց հիմա էսի դարձնում են կես ժամ։ Հələ երևակայությունն է պետք, չէ։ Եթե sense կարճ ասեմ, ինքը կասի երևի ձեռ եմ առնում ես իրան։ Կամ ես 30 վայրկյանի համար փող տվեցի։ Կամ ես 30 վայրկյանի համար ինչ արեց, որ ասենք դրա համար պիտի վարձատրություն ստանա։ Ասում եմ, ինչ բժիշկ էր, մի հատ ճշումս էլ չչափեց։ Եղել է, անկեղծ եմ ասում, եղել է մայրը աղջկա ձեռքը բռնած, բայց չափահաս աղջիկ էլի։ Ասում 25-30 տարեկան։ Մայրը աղջկա ձեռքերը հաջորդ օրը եկել է, ջղայնացած կռիվ արել։ Դու առանց բանը, գաստրոսկոպիայի, առանց զոնդ անելու։ Դու քանի գլուխ ունես, բուժում ես գրել։ Ասեմ տենց ուղեցույց կա էլի, այրոց ոմես մի անգամից։ Դե կա տագդապահարույց նշաններ, բան մի քիչ ես պարզացնում եմ, բայց ավելի բարդ չի լավ, ասենք 30 վայրկյանի չի 5 րոպեի է լավ, բայց դա կես ժամ պետք է անես, որ պացիենտը բավարարած գնա։ Դա մի ուրիշ խոսակցություն է, մի օր ասենք այդ պացիենտը ոնց պետք է բավարարած գնա։ Ոնց պետք է զգա, որ դու գլխարած չես արել։ Դու հա, ուղղակի ես ասում եմ, որ կա մի հատ համակարգ, օրինակ նույն պոլիկլինիկաների, որը հիմա նայ, այդ նույն պոլիկլինիկայում ոչ թե ես գնում եմ, նստում եմ, սպասում եմ այդ երբ է գալիս այրոց ունեմ, ես էլ մի բան գնեմ, որ ես տուն պահեմ, այլ նստում եմ այդ մոնիտորները դրած, 30 պոլիկլինիկա կպելա տեղ։ Որտեղ որ այրոցա ոմես գրել է, դա տեղում անում են, դրա համար իրոք պետք չի։ Որտեղ մի խոճուճ պատմությունն է, որտեղ այսպես թղթերով եկել է արդեն, որտեղ երկրորդ, երրորդ ստուգումն է կամ երկրորդ, երրորդ կոնսուլտացիան է կամ երկրորդ, երրորդ բժիշկն է, ու հələ ոնց որ թե արդյունք չկա, կապնում ասում ասես պրոբլեմ կա, ինչ կասես։ Ու տենց ասենք երկրում ենթադրենք 10 մասնագետ, ենթադրենք ես գաստրոենտերոլոգիայի կամ չգիտեմ սոնոգրաֆիայի պոզիցիաներով։ Ասում լսի sense բան եմ տեսնում, ինչ անեմ, կամ sense գանգատ կա, ինչ անեմ, կամ sense ասես մի հատ էսի փորձի, մի հատ էս դեղը փորձի, կամ էս կոնսուլտացիա, կամ էս դեղը, որ դու այն ծանր դեպքերը, բարդ դեպքերը, ոչ թե ծանր հիվանդի վիճակով, այլ բարդ, խնդրի առումով, բարդ դեպքերը, դու նստես սկսես դրանով զբաղվել։ Ու ուղակի դրանով զբաղվեց։ Քեզ ընդամենը պետքա պոլիկլինիկայից զանգ եկավ, հիմա էս կաբինետի էս բժիշկը, հիմա այդ մյուս պոլիկլինիկայի էս կաբինետը։ Ու դու մի ամսում 6 ամսում առաջնային բուժօգնությունը գիտես ինչ մակարդակի կհանես ամբողջ հանրապետությունը ու կապ չի ինքը մի հատ հերավոր գյուղում է թե մայրաքաղաքի կենտրոնում Բաղրամյան փողոցի վրա պալիկլինիկա նույն լավագույն կոնսուլտանտներն են ու հա գործնա դառնում հետաքրքիր իմաստավոր գնում ես տուն գիտես ինչի իր գործի գնաց է էլի նույն վարձատրությունն է հա ինչ որ ընդեղ ես աշխատում ընդեղ եմ ստանում նույնը բերես տեղ վճարեն բայց այս համակարգը ուղղակի ու բազմաթիվ գոլեգաներ այսօր զբաղվում են ամբուլատոր բժշկությամբ, նույնը կարելի է ստացիոնարի վրա էլ օրինակ բերել։ Սրա համար Da Vinci ապարատ պետք չէ էլի վիրահատելու համար տենց երկրից երկիր։ Այն որ խոսալու բան է, էլի մեկ էլ երեսը պիտի տանես, ասես մի հատ նայ դեղնած է թե չէ։ Ասում չէ դեղնած չէ, դե բիլիրուբինի անալիզ խես նշանակում է դեղնած չի։ Պարզա որ դեղնած չի։ Օրինակ եմ ասում, էլի, սենց այնքան հարց կա։ Ավելին 2-3 տարի հետո այդ նույն պոլիկլինիկայի բժիշկները այդ տրամաբանությամբ աշխատելուց հետո ասում հայ գիտես մեզ էլ պետք չես դու եթե առաջ քեզ մեզ օրը զանգում էի 3 անգամ կամ 5 անգամ էի կապվում ամիսը մեկ եմ քեզ հա հիմա ամիսը մեկ իսկ ընդհանրապես մի պահի կասեն հայ արդեն դու ոնց որ հենց այնպես նստած աշխատավարձ ես տանում արի կլինի ինչ որ բան վերաձևակերպել բայց սրա համար պետք է դուք էլ տեխնոլոգիական ոլորտի քաղաքական այո քաղաքական կամ պետք բայց
Մենք գիտենք, որ պետություն կամ իշխանությունը չի, իշխանության կողմից չի այդ կամքը դրսևորվել, որտեղ իրենք էլի մեկը իներտ են, էլի մեկը իրենք չարած գործի համար իրենց աշխատավարձն ու պարգև վճիռը ստանում են երաշխավորված։ Այդ քաղաքական կամքը պետք է որպեսզի մեր մոտ հանրության մոտ այդ քաղաքական գիտակցությունը գա, առաջանա, որ այդ լավ լինելու պահանջներ դրվեն։ Այ ասում ենք, ինչի քաղաքական բանավեճերում առողջապահությունը չի արծարծում, որովհետև քաղաքական ուժերին, նույն քաղաքական կուսակցություններին այդ պահանջը, որ գիտեք ինչ կա, թարգեք ձեր այդ անկապ դատարկաբանությունը, եկեք լուրջ բաներից խոսեք, առողջապահությունից խոսեք, հասկանանք ոնց ենք սրա հարցը լուծում, այդ պահանջը չի դրվում։ Բոլորս մտածում որ կա պետություն, որը պետք է մեր առողջության հարցը լուծի, Էնել գիտենք, էնել արդեն ոնց որ այդ հերձումը արեցինք, բարձեցինք, որ պետությունը իրականում այստեղ անարդյունավետ միջնորդն է ավելի շատ, քան թե Հավելի ջան, պետությունը ոստիկանների հարցը, պարեկների հարցը, ես չեմ ասում, տեսեք, որ լրիվ ծերից ծեր չեպե է։ Բայց մի տեմպերը նայեք, արդյունքը նայեք, դա հələ այնպիսի հարցեր է, որոնք ինձ թվում է պետական հիերարխիա պահանջող, բանակի վիճակը նայեք Այդ ձեզ չի թվում, որ այդ բոլոր հարցերում իրանք այդ տեմպերով են գնում, առողջապահության հարցում, իրանք որ խառնվեն, մեծ լուծումներ կտան։ Իրանք ավելի վատ որ խառնվեն։ Շնորհակալություն շատ բովանդակալից զրույցի համար, շատ հաճելի էր։ Բայց մենք պետք է Հայկին մի հատ էլ հրավիրենք, որովհետև թեմակա, որը այսօր չխոսեցինք, բայց կա թեմա, որ պետք է խոսենք, անպայման պետք է հրավիրենք։ Շնորհակալ ենք։ Ես ձեզանից եմ շատ շնորհակալ։ Զորացրեցի եթերում։ Հաջողություն։ Հաջողություն։